հիմա ներկայացնում ենք Վահան Սրբազանի ծանոթագրի հիման վրա։ Ինչպես գիտենք, քրեական վարույթ էր նախաձեռնվել դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ ու շատ անհասկանալի պատահական չի էլի, որ ժպտում են, որովհետև այդ քրեական վարույթի նախաձեռնմամբ ըստ էության իրավաբանությունը կարելի է համարել ավարտված քննչական կոմիտեում, որովհետև հակասահմանադրական ապօրինի ամբողջովին անտրամաբանական գործընթաց, պետության ուղիղ միջամտություն եկեղեցու ներքին գործերին, նման դատական ակտը նորմալ իրավական պետության մեջ ուղղակիորեն գոյություն ունենալ չէր կարող։ Ուր մնաց թե քրեական վարույթ նախաձեռնվել դա չկատարելու համար, որը որ եկեղեցու կողմից, վեհափառ հայրապետի կողմից ընդհանրապես աղերս չունի նրա լիազորությունների հետ։ Չգիտեմ, եւ բարդ եւ պարզ մեր հասարակությանը պարբերաբար բացատրել ենք, որ ներկայիս իրավապահ մարմինների գործողությունները ուղիղ քաղաքական ռեպրեսիաների իրագործում է եւ արշավ է դեպի մեր հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցի եւ նրա ներքին կանոնակարգեր։ Սա առաջին դեպքն է, առհասարակ ոչ մի փաստաբան ամեն դեպքում նորանկախ Հայաստանում ոչ մի փաստաբան չի կարող ձեզ ասել կամ հաստատել, որ եղել է մի իրավիճակ, երբ որ դատարանը միջամտել է եկեղեցու ներքին գործերին ու ինչ որ կանոնակարգերին վերաբերող ակտեր է կայացրել։ Սա շատ այս պահին այո, մեկ հոգևորական Վահան Սրբազան Հովհաննիսյանի։ Տիկին Ֆարմանյան հիմա այս պահին գերագույն հոգևոր խորհրդի բոլոր եպիսկոպոսների նկատմամբ փաստորեն բոլորը մեղադրյալի կարգավիճակով ծանոթություններ են ստացել, ես այդպես եմ տեղեկացել, ամեն դեպքում իմ վստահորդի հետ կապված։ Ես չգիտեմ, ես մենակ ձեզ մի բան կասեմ, որ վեհափառ հայրապետն անձեռնմխելի է։ Այս գործընթացն ամբողջությամբ ապօրինի է եւ մեր ոչ օբյեկտիվ իրականության մեջ, ոչ իրավական նորմալ իրավակարգի պայմաններում գոյություն ունենալ ուղղակի չէր կարող։ Չգիտեմ, սա մեծ արկածախնդրություն է, կան արկածախնդրություններ, որոնք ուղղակի այսպես ըստ պահի են, բայց սա պետության արդեն անվտանգության դեմ ուղղված քայլեր են եւ սա մեծ արկածախնդրություն է, որը որ շատ վատ ավարտ է ունենալու։ Խնդրեմ։ Մյուս սրբազանների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել երկրից բացակայելու արգելքը, որը ըստ Ֆանյանի խոչընդոտել է եպիսկոպոսած ժողովի կայացմանը։ Դուք ինչ եք կարծում Ես էլ նույն կարծիքին եմ, ինչպես որ մեր գործընկերները նշել են, ես հիմա չգիտեմ ինչ վարույթային գործողություններ կկատարեն, բայց արդեն իսկ կանխատեսում եմ, որպես փաստաբան, որ հենց դրան է միտված այս ապօրինի վարույթը, որ եպիսկոպոսած ժողովը խափանեն։ Ուղղակի ծիծաղելի է կլիներ, եթե այսքան ողբալի վիճակում մենք չլինեինք, որպես ազգ, որպես պետություն, թե ինչ ապօրինի գործիքներ են օգտագործում ընդդեմ եկեղեցու եւ մեր ազգային ինքնության։ Ֆարմանյան հիմա եթե բոլորը ունեն մեղադրյալի կարգավիճակ, այսինքն բոլորի նկատմամբ էլ ընտրված է խափանման միջոց բացակայելու արգելքը։ Ընտրված է խափանման, գիտեմ, որ բացակայելու մեր գործընկերը հայտնեց, որ խափանման ես բոլորի մասին տեղեկություն չունեմ, հիմա կմտնեմ իմ վստահորդի հետ կապված հարցերը կպարզենք, ինչ վարութային գործողություններ են կատարվել։ մեղադրյալի կարգավիճակով։ Այո, բոլորը մեղադրյալի կարգավիճակում են, ըստ երևույթին հենց այդ գերագույն հոգևոր խորհրդի մասնակցությունն է, որ անձանց այսօր բերել են այստեղ եւ որպեսզի ելքի արգելք ստեղծեն եւ ըստ էության Ավստրիայում չկայանա եպիսկոպոսած ժողովը։ Ես
խղճում եմ, իրականում խղճում եմ շատ արդեն, էլ չեմ էլ նյարդայնանում։ Այս գործողությունները կատարող բոլոր պաշտոնատար անձանց անկեղծորեն խղճում եմ։ Շատ այսպես վատ վիճակում են էլի իրենք, հոգևոր վատ վիճակում։